Անկուշ տերտերը, հայկական հեքիաթ։ Մի աղքատ մարդ առավոտյան առավ իր քլունգը, գնաց անտառ ծառերի կոճղեր հանելու։ Մի կոճղ հանեց, տակից ոսկի դուրս եկավ։ Մարդը ոսկին, որ տեսավ, մոլորվեց մնաց։ Ինչպես անեմ, որ էս ոսկին տուն տանեմ։ Գնաց ճանապարհի վրա կանգնեց, տեսավ մի տերտեր է գալիս, 7 ջորի առաջ նարած։ Ես լավ եղավ, ասաց աղքատ մարդը, տերտեր մարդ է, ոսկին ապահով կտանի մեր տուն, ոչ մի մարդու չի ասի։ Երբ տերտերն իրեն հասավ, ասաց. Տերտեր, լավ եղավ, որ դու պատահեցիր ինձ։ Ինչ կա, հարցրեց տերտերը։ Տերտեր ջան, պապս իր մեռնելուց առաջ մեր տան ոսկիները հորեց անտառում։ Ես այսօր գնացել հանել եմ, 7 օր է ճանապարհի վրա կանգնել եմ, շատ մարդիկ են եկել գնացել, բայց վստահություն չարի ուրիշներին։ Քեզ վստահում եմ, որովհետև տերտեր ես, օրհնված ես, կպահես իմ գաղտնիքը։ Օրհնած, էդպես բան կա, շուտ ասա, ասաց տերտերը։ Խոսեցին, պայմանավորվեցին, որ տերտերը ջորիներով ոսկին տանի, 7 ոսկի վարձ ստանա։ Գնացին անտառ, ոսկին բարձեցին, եղավ 7 ջորաբեռ։ Եկան ճանապարհի կեսը, տերտերի միտքը պղտորվեց, ասաց. Օրհնած, իմ բաժինը քիչ է։ Մի բեռը թող քոնը լինի, տեր հայր, քշիր գնանք, ասաց աղքատը։ Մի քիչ գնացին, տերտերի սիրտը նորից պղտորվեց։ Օրհնած, իմ բաժինը քիչ է։ 2 բեռը քեզ, տեր հայր, քշիր գնանք։ Մի քիչ տեղ էլ որ գնացին, տերտերի սիրտը նորից պղտորվեց, ասաց. Օրհնած, իմ բաժինը շատ քիչ է։ Տեր հայր, թող 5 բեռը քեզ լինի, 2-ը ինձ, քշիր գնանք։ Մի քիչ էլ գնացին, տերտերն էլի տրտնջաց. Չէ, իմ բաժինը քիչ է։ Տեր հայր, 7 բեռն էլ քեզ, Աստծու կրակն էլ քեզ, քշիր գնանք։ Հասան մի աղբյուրի, աղքատ մարդը շատ ծարավ էր։ Էդ գանձը, որ գտել էր, մեջը մի գեղեցիկ ոսկի թաս էր գտել, թասը հանեց իր ծոցից, նրանով ջուր խմեց։ Օրհնած, մի թաս էլ տուր, ես խմեմ, ասաց տերտերը։ Ջուրը խմեց, թասը դրավ ծոցը, ասաց. Օրհնած, տերտեր մարդ եմ, էս թասը ինձ կվայելի։ Աղքատը բարկացավ, ձեռքը զարկեց հողին, մի բուռ հող վերցրեց, շփեց տերտերի աչքերի մեջ և ասաց. Առ, աչքածակ, էս էլ թող քեզ լինի։ Տերտերի աչքերը կուրացան, նստեց ճամփի մեջտեղը։ Մարդը ջորիներն ու թասը տարավ և մինչև այսօր ուտում խմում, քեֆ է անում։